Տեսականորեն կլինենք հայ քրիստոնյա, բայց գործնականորեն չենք կարող լինել։ Քրիստոնեական արժեհամակարգը մեր մեջ պահելով մենք պիտի կարողանանք ապրել դրան։ Մենք ունենք ինքնության խնդիր։ Եվ այն մարդը, ով հեռանում է Աստծուց, ինքը հեռանում է իր ինքնությունից։ Ընտանիքից ներս հոգևոր արժեքներն է, որ հանդիսանում են մեր ընտանիքի հիմքը։ Աստված մերժության տարիներին ապրող մարդիկ, մեր տատիկներն ու պապիկները, իրենք սերունդն էին խորը հավատացյալ մի ժողովրդի, որոնց փորձեցին արգելել հավատալ, որովհետև ժառանգություն ստանալը ենթադրում է երկու բան. պահպանել այդ ժառանգությունը, զարգացնել այդ ժառանգությունը եւ հետո փոխանցել քեզանից հետո եկողին, այլ ոչ թե մխսել այդ ժառանգությունը։ Բարև ձեզ, Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում այսօր զրուցելու ենք սերունդների միջև հոգևոր կապի մասին։ Մեր տաղավարում է Տեր Արսեն Քահանա Սարոյանը։ Տեր Հեր, շատ շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տեր Հեր, ինչ է նշանակում հոգևոր կապ սերունդների միջև։ Ես եւ դարեր առաջ ապրող հայը արդյոք կարող ենք կապ ունենալ եւ ինչու պետք է կապ ունենանք։ Այո, պարտավոր ենք ունենալ, որովհետև դարեր առաջ ապրող հայը այնինչ որ ստեղծել է որպես արժեհամակարգ հայ ժողովրդի համար, հայ ազգի համար եւ հայ պետականության համար, այդ ամեն ինչը մենք ժառանգել ենք։ Եվ այդ ժառանգությունը մեզ ինքնին ստիպում է, որպեսզի մենք ապահովենք եւ պահպանենք այդ կապը մեր նախնիների հետ, որովհետև առանց այդ կապի մենք չենք կարող ապահովել մեր շարունակականությունը որպես ազգ եւ ժողովուրդ։ Եվ ըստ իս այդ կապը ամփոփվում է երկու կարևորագույն ուղղվածության մեջ։ Առաջինը դա հոգևոր կապն է եւ երկրորդը մշակութային կապն է։ Հոգևոր կապն այն է, որ մենք մեր հավատքը մեր ընտանիքներից ներս, մեր նախնիներից ժառանգել ենք։ Առաջինը նախ մեր ընտանիքում է, որ մենք կարողանում ենք այդ հոգևոր դաստիարակությունը ստանալ։ Իսկ մեր ծնողները, ովքեր որ այդ հոգևոր դաստիարակությունը ստացել են, փոխանցել են մեզ, իրենք էլ ստացել են իրենց հերթին իրենց ծնողներից եւ նաեւ փոխանցել են մեզ, որպեսզի մենք կարողանանք որպես մարդ, որպես քրիստոնյա եւ հայ քրիստոնյա այդ ամեն ինչը պահպանելով փոխանցենք մեր սերունդներին։ Եվ երկրորդը մշակութային այդ ժառանգությունն է ամբողջական, որը դարձյալ մենք ստացել ենք մեր նախնիներից եւ պարտավորություն ունենք պահպանել, հնարավորության դեպքում զարգացնել եւ փոխանցել նաեւ մեր գալիք սերունդներին։ Եթե մենք խզենք այսօր այս կապը, մենք ոչինչ չենք կարող փոխանցել մեր հաջորդներին եւ այդ խզումը կնշանակի ավարտ։ Ավարտ մեր տեսակի, որպես ազգ, որպես մարդ եւ որպես հայ մարդ։ Այսինքն չենք լինի հայ քրիստոնյա։ Տեսականորեն կլինենք հայ քրիստոնյա, բայց գործնականորեն չենք կարող լինել։ Հայ քրիստոնյա ասել նշանակում է, որ մենք պիտի դավանողը լինենք հոգևոր այն արժեքների, որը որ քարոզվում է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու միջոցով եւ սերնդե սերունդ փոխանցվում է։ Եկեղեցին դարեր շարունակ իր առաքելությանը հավատարիմ ինքը փորձել է եւ լավագույն կերպով իրականացրել է իր քարոզությունը։ Քարոզություն եւ ինքնանպատակ չէ, որ եկեղեցին կոչվում է ազգային եկեղեցի, որովհետև եկեղեցին իր քարոզչությամբ մեծ առաքելություն է իրականացրել մեր ժողովրդի ազգային կյանքում։ Հետևաբար այդ ազգային կյանքում իրականացրած առաքելության ճանապարհով է, որ մենք կարողացել ենք մեր հոգուց, մեր սրտից ներս միաձուլել հոգևոր այդ արժեքները եւ ապրել դրանցով։ Հանուն այդ արժեքների երբեմն զոհել մեր կյանքը, որովհետև եթե մենք նայենք քրիստոնեության պատմությունը հայ իրականության մեջ, մենք պիտի տեսնենք բազմաթիվ սուրբերի, ովքեր որ հանուն քրիստոնեության նահատակության են գնացել եւ հանուն այդ նահատակության
իրենք կարողացել են հստակ գիտակցումը ունենալ, որ այդ նահատակությունը ավելի պիտի զորացնի այս եկեղեցին։ Հետևաբար քրիստոնեական արժեհամակարգը մեր մեջ պահելով մենք պիտի կարողանանք ապրել դրանով։ Ուղղակի ունենալ, ասել ես քրիստոնյա եմ եւ վերջ, դա ոչինչ չի նշանակում, դա չի նշանակում, որ ես մկրտված լինելով քրիստոնյա եմ։ Մկրտված լինելով քրիստոնյա լինելով դու պիտի կարողանաս այդ մկրտության ամբողջ խորհուրդը իրացնել քո կյանքից ներս, քո ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ քո ամբողջ կյանքում հավատարիմ մնալ մկրտության խորհրդով քեզ տրված Աստծո որդեգիրը լինելու այդ պատվին։ Եթե դու չես անում այդ ամեն ինչը, ուրեմն դու կրողը եւ հետագայում էլ փոխանցողը չես կարող լինել այդ ամեն ինչը։ Հետևաբար քրիստոնեական մեր հավատքի արժեհամակարգը փոխանցելը նշանակում է ապրել դրանով։ Նշանակում է, որ այդ արժեհամակարգը լինի մեր կյանքի ընթացքը, մեր ապրելակերպը եւ մեր գլխավոր առաքելությունը այս կյանքից ներս։ Տերեր, հիմա մարդիկ կլինեն, որ կասեն, դե բոլորս էլ մարդ ենք, անցել են այդ ժամանակները, հիմա ժամանակակից կյանք է, ինչու է անհրաժեշտ էս կապը մարդուն, ինչ է տալիս մեզ հային, ինչ է տալիս էս հոգևոր կապը մեր սերունդների, մեր հայրերից եկած։ Մենք ունենք ինքնության խնդիր։ Այո, անցել են ժամանակները, կյանքը ճակերտների մեջ վերցրած ավելի հեշտանում է, ավելի թեթևանում է, բայց իրականության մեջ կյանքը ավելի բարդանում է, որովհետև մերօրյա բարքերը, որ թերևս պարտադրվում են մեզ, գալիս են զուտ նյութական մակարդակի վրա թեթևացնելու մեր կյանքը, մեղքի ճանապարհով երբեմն թեթևացնելու մեր կյանքը, եւ այդ ճանապարհին մենք հեռանում ենք մեր հավատքից, մեր Աստծուց։ Եվ այն մարդը, որ հեռանում է Աստծուց, ինքը հեռանում է իր ինքնությունից, որովհետև մարդ հարարածը ստեղծված է Աստծո պատկերով եւ նմանությամբ։ Այո, կարող է մեր կենցաղը մենք ըստ ամենայնի կարգավորենք այնպես, որ կարողանանք հեշտ կենցաղավարություն ունենալ, բայց դա երբեք ու երբեք չպիտի նշանակի, որ մենք պիտի հեռանանք մեր հոգևոր արժեքից, որովհետև այնպես ինչպես որ մենք հոգ ենք տանում մեր մարմնի համար, մեր կենցաղը բարելավելով, առավել եւս մենք պիտի հոգ տանենք մեր հոգու համար, որպեսզի մեր հոգու այդ սովը կարողանանք հագեցնել։ Իսկ հոգու սովը հագեցնելը միայն ու միայն պիտի լինի այն ժամանակ, երբ որ մարդը հաշտ է Աստծո հետ։ Մարդը հաշտ է իր հետ, իր ներսում, իր միտքը, իր հոգին, իր սիրտը, իր մարմինը ներդաշնակություն ունեն։ Եվ այդ ներդաշնակությունը կարող է մարդն ունենալ, երբ որ ինքը ապրում է Աստծո օրհնության մեջ, եւ Աստծո օրհնությունը կրում է իր կյանքում։ Իսկ դա հնարավոր է այն դեպքում, երբ որ մենք որպես մարդ մեր ամբողջ կյանքի ընթացքին հավատարիմ ենք այն առաքելությանը, որ մենք պիտի փնտրենք մեր մեջ, գտնենք Աստծո պատկերն ու նմանությունը եւ ապրենք այդ պատկերի ու նմանության համեմատ։ Տեր, այդ հոգևոր կապից կտրվելը մեզ թուլացնում է։ Անշուշտ, որովհետև տեսեք, ընտանիքից ներս հոգևոր արժեքներն է, որ հանդիսանում են մեր ընտանիքի հիմքը։ Զորօրինակ ընտանիքում, ընտանիքը ստեղծվելուց առաջ մարդիկ, տղամարդը եւ կինը խոստում են տալիս։ Խոստում են տալիս Աստծո առաջ։ Եվ այդ խոստումը հանդիսանում է իրենց սիրո արտահայտությունը մեկը մյուսի նկատմամբ եւ այդ հավատքի դրսեւորումն է առ Աստված։ Եվ սերը ինքնին որպես երևույթ հոգևոր իրականություն է, որ մարդկանց իրար կապելով ուղղորդում եւ առաջնորդում է մի ամբողջ կյանք։ Այդ հոգևոր արժեքի գիտակցումը այն պիտի լինի, որ ես խոստում եմ տալիս տեր լինելու եւ պաշտպան լինելու, նախ պիտի այդ հոգևոր իմաստով այդ տերը լինեմ եւ հոգևոր իմաստով այդ հնազանդությունն ունենամ, որովհետեւ եթե ես տեր եւ պաշտպան լինելով իմ ընտանիքին չեմ կարողանում լինել այդ
խոստումի իրացնողը, ապա իր մեջ հոգևոր ոչ մի արժեք, ոչ մի առաքելություն, գոյություն չունի։ Ես պարզապես այդ խոստումը տվեցի։ Իսկ իմ ստեղծած ընտանիքը չի կարող դավանողը լինել այդ արժեքների։ Հետևաբար ընտանիքը որպես պետության հիմք շատ կարևոր է, որ գիտակցումը լինի, որ մեր ընտանիքի հիմքը պիտի լինի այդ հոգևոր արժեքը սերը եւ այդ հոգևոր արժեքից սիրուց բխող բոլոր առաքինությունները եւ այդ ժամանակ է, որ մենք կարող ենք վայելել մեր ընտանեկան կյանքից ներս Աստծո օրհնությունը։ Տերեր, երբ ես փոքր էի, հիշում եմ, որ մեծ շատ լավ տպավորվել է, որ տատիկս երբ որ աշխատում էր, քթի տակ երգում էր, հետո ես շատ ուշ հասկացա, որ դրանք հոգևոր երգեր էին, պապիկս միշտ արարչագործության մասին էր խոսում։ Հետաքրքիր է պապիկ տատիկներից թողած էս պատմություններ, էս ամեն ինչը ոնց է երեխաների վրա ազդում, սերունդների վրա ազդում։ Պիտի ասեմ ձեզ, որ Աստված մերժության տարիներին ապրող մարդիկ, մեր տատիկներն ու պապիկները, իրենք սերունդն էին խորը հավատացյալ մի ժողովրդի, որոնց փորձեցին արգելել հավատալ։ Եվ այդ արգելքի ճանապարհին այդ մարդիկ, մեր մեծերը, մեր տատիկներն ու պապիկները կրողն էին այդ հոգևոր արժեքների, այդ խորը հավատքի։ Եվ թերևս իրենց արգելված էր բարձրաձայնել այդ հավատքի մասին, բայց իրենք մրմնջով եւ որը ամենակարևորն է, իրենց կյանքով, իրենց ապրած կյանքի օրինակով փոխանցողն էին մեզ սերունդներից այդ հոգևոր արժեքները։ Եթե մենք հիշենք կոմունիստական աստվածուրացության տարիներին մենք բոլորս մեր մեծերի առաջնորդությամբ մասնակից էինք բոլոր տաղավար տոներին գոնե, Սուրբ Ծննդյան տոներին, Հարության տոնին, եւ մենք ամեն մեկս էլ մեր ընտանիքից ներս նախ եկեղեցում արարողություններին, խորհուրդներին մասնակցելուց հետո ընտանիքից ներս վայելում էինք այդ տոնի բերկրանքը։ Հետևաբար այդ ամեն ինչը դարձան հիմքը։ Եվ այդ իմաստով է, որ ասում եմ, որ մենք որպես մարդիկ շատ կարևորություն պիտի տանք այդ հոգևոր արժեքների փոխանցումը նախ ընտանիքից ներս, որովհետև ընտանիքը այն առաջին դպրոցն ու դարբնոցն է հոգևոր իմաստով, որտեղ մանկան երեխայի հոգին կրթվում է, ձևավորվում է եւ դառնում է այն անոթը, որը պիտի լցվի այդ արժեքներով։ Հետևաբար եթե մենք պատրաստվում ենք ընտանիք կազմել կամ արդեն կազմել ենք, պիտի կարողանանք հասկանալ, որ այդ հոգևոր արժեքները մեծ կարևորություն ունեն մեր կյանքից ներս։ Ի վերջո երեխան, որը որ ծնողների սիրո պտուղն է, եթե ինքը մեծանում է հոգևոր արժեքներով, այդ երեխան առողջ մարդ է մեծանում, եւ հոգով, եւ մարմնով, եւ մտքով։ Եվ այդ երեխան կյանքում պիտի երջանկություն ունենա, որովհետև դեռ մանուկ հասակից իր կյանքից ներս ունի Աստծո օրհնությունը։ Եվ դրանով իսկ մենք կարող ենք ապահովել եւ առողջ սերունդ, եւ դրանով իսկ մենք կարող ենք ապահովել մեր հոգևոր արժեքների շարունակականությունը մեր ապագայի համար։ Տեր, իսկ այդ փոխանցման գործում եկեղեցին այսօր ինչ դեր ունի։ Տեսեք, փոխանցման գործում եկեղեցին եւ երեք եւ այսօր եւ վստահ եմ, որ ապագային ունենալու է իր հստակ առաքելությունը, որովհետեւ եկեղեցին բացի այն, որ եկեղեցուց ներս քարոզչությունը իրականացնում հոգևոր արժեքների եւ մարդկանց կոչ է անում, որպեսզի մասնակից դառնան այդ արժեքների եւ կրողը դառնան այդ արժեքների։ Եկեղեցին նաև հստակ առաքելություն է ստանձնել հոգևոր դաստիարակության։ Եվ այդ հոգևոր դաստիարակությունը իրականացվում է դեռ մանուկներից։ Դուք չեք տեսնի որևէ մի եկեղեցի, որին կից չի գործում կիրակնօրյա դպրոց։ Եվ այդ կիրակնօրյա դպրոցներում երեխաները դեռ մանուկ հասակից Աստծո խոսքին հաղորդ են դառնում։ Դուք չեք տեսնի որևէ
եկեղեցի, որը չունի երիտասարդաց միություն։ Գրեթե բոլոր եկեղեցիները ունեն երիտասարդաց միություն։ Եվ այդ երիտասարդաց միություններում երիտասարդները վերագտնում են իրենց հոգևոր ինքնությունը։ Եվ վստահաբար միայն իրենք չէ, որ այդ արժեքներին հաղորդ դառնալով սահմանափակվում են։ Իրենք էլ իրենց հերթին փոխանցողն են այդ արժեքների։ Դուք պիտի տեսնեք, որ բոլոր եկեղեցիների կողքին կան տիկնաց միություններ, որին անդամագրված մեր մայրերն ու քույրերը հստակ առաքելություն են իրականացնում մեր ժողովրդի կյանքից ներս, աղքատախնամ առաքելություն եւ դրանով իսկ հոգեվոր քարոզչություն իրականացնելով այն պատվիրանների հանդեպ, որը մեզ ուղղորդում է սիրելու մարդուն, որը Աստծո պատկերով է ստեղծված։ Եվ բացի այդ, եկեղեցին իրականացնում է իր հոգևոր առաքելությունը յուրաքանչյուր ընտանիքից ներս, ով որ իր դռները բացում է Աստծո խոսքի համար։ Տարբեր առիթների, տարբեր արարողակարգերի միջոցով Աստծո խոսքը քարոզելով, Աստծո սերը քարոզելով, Աստծո լույսը փոխանցելով մարդկանց հոգիներին ու սրտերից ներս։ Եվ վստահ եմ, որ մենք ապագային էլ պիտի կարողանանք մեր առաքելությունը շարունակել, որովհետև եկեղեցին մեր Տիրոջ առաքելության կրողն ու փոխանցողն է մարդու կյանքում։ Հետևաբար Սուրբ Հոգու շնորհներով նորոգվելով Սուրբ եկեղեցին միշտ պիտի իր զավակած առաջնորդի դեպի այդ խաղաղությունը, դեպի այն ապագան, որի մեջ մենք յուրաքանչյուրս պիտի կարողանանք կրողը լինել այդ հոգևոր արժեքների։ Տերեր, մեր եւ մեր հայրերի միջև այդ հոգևոր կապի խզում մենք այսօր ունենք եւ ինչու, եթե այո, ինչու ունենք։ Որոշակի առումով ունենք, այո։ Որովհետև եթե նայենք այն վարքերը, բարքերը եւ ավանդույթները, որոնք որ մեր ազգային կյանքում դարերի ընթացքում ստեղծվել, սրբագործվել, հասել են իրենց բյուրեղացմանը եւ փոխանցվել են մեզ, այսօր մեծագույն միտում կա այդ առաքելության եւ այդ ավանդության ոտնահարման։ Մենք որպես ազգ սիրում ենք ընդօրինակել օտարին։ Ընդօրինակելու ճանապարհին մենք փորձում ենք մոռանալ մերը։ Որովհետև մոռանալով մեր արժեքները մենք մտածում ենք, որ դրանք հնացած են, դրանք այլևս այս աշխարհի հետ չեն քայլում, դրանք այս աշխարհի բարքերին համահունչ չեն, ոչ համահունչ են։ Այո, որևէ մեկը մեզ չի արգելում սովորել օտարի լավը, օտարի բարին, օտարի գեղեցիկը, մեր կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու համար, բայց դա չպիտի արվի ազգային ինքնության մոռացության հաշվին, ազգային արժե համակարգը ոտնահարելու հաշվին, դա չպիտի արվի, որպեսզի մենք որպես ազգ կորցնենք մեր հոգևոր եւ ազգային դիմագիծը, եւ ոչ միայն մեր իրականության մեջ, հայ իրականության մեջ, ամբողջ աշխարհում մարդուն պարտադրվում է, որպեսզի մարդը հեռանա իր արմատներից, իր ազգային նկարագրից, Ինչու դեր իր ազգային դիմագրից։ Պատճառները տարբեր են, այդ պատճառներից մեկն է, որ գլոբալիստական շարժումները տարատեսակ մեզ ի վերջո ուզում են դարձնել մարդուն աշխարհի կոսմոպոլիտիկ մարդ։ Պատճառներից մեկը թերևս ամենակարևորներից դա է, որպեսզի մարդը զրկվելով իր ազգային արժեքներից կարողանա դավանողը չլինել այն ամենի, ինչը որ իրեն որպես տեսակ պահել, պահպանել եւ բերել հասցրել է դարերի հոլովույթում այսօրվա այս իրականությանը։ Տերեր, ինչպես հավատարիմ լինենք մեր հայրերի ուխտին, այդ падգամների կրողը լինենք։ Դարձյալ պիտի անդրադառնամ ընտանիքին, ամենակարևոր առաքելությունը ընտանիքից ներս, դա մոր առաքելությունն է։ Այսօր թերևս մենք շատ ենք տեսնում, որ այդ առաքելությունը մոր խաթարվում է։ Մեր եկեղեցու հայրերը
խոսելով ընտանիքի մասին, հետևյալ ձևակերպումներից մեկը պիտի հիշեմ, որ ասում է ընտանիքը նման է փոքրիկ մի եկեղեցու, որի սպասավորը մայրն է։ Եվ մայրը առաքելություն ունի նախ այդ ընտանեկան խաղաղությունը հաստատելու իր ընտանիքից ներս։ Երկրորդ, մայրը առաքելություն ունի այդ ժառանգության կրողը եւ փոխանցողը լինելու։ Հետևաբար մենք պիտի կարողանանք այդ գիտակցումով մեր զավակներին, հատկապես մեր դուստրերին դարձնել այդպիսի մայրեր, որպեսզի կարողանանք ապահովել այդ կապը մեր եւ մեր նախնյաց միջեւ։ Եվ երկրորդ, որ մենք որպես ժողովուրդ, որպես ազգ պիտի կարողանանք այդ գիտակցումը ունենալ, որ մեր նախնյաց թողած ժառանգությունը դա այն արմատն է, որի վրա բուսնել է մեր ազգային ծառը։ Եվ մոռանալով այդ ավանդույթները, այդ կապը մենք կտրում ենք մեր արմատները։ Իսկ այն ծառը, որ արմատ չունի, դատապարտված է չորանալ։ Եվ երրորդ, մենք պարզապես ոչ թե պիտի ընդամենը հիշենք այդ ամեն ինչը, որ գիտեք, մեր հայրերը, մեր պապերը, մեր տատիկները այսպես էին անում, այլ մենք պիտի դա դարձնենք կենցաղակերպ, կենցաղ ապրելակերպ, որպեսզի այդ ամեն ինչը հոգի ունենան, այդ ամեն ինչը կյանք ունենան եւ այդ ամեն ինչը շարունակականություն ունենան։ Եվ եթե մենք որպես ժողովուրդ, որպես ազգ չունենանք այն գիտակցումը, որ այդ ամեն ինչի ժառանգներն ենք մենք, ուրեմն մենք վատ ժառանգներ ենք։ Ուրեմն մենք պիտի մերցնենք դա։ Եվ մենք պիտի անեծքի արժանանանք մեզանից հետո եկողների մեջ, որովհետև ժառանգություն ստանալը ենթադրում է երկու բան. պահպանել այդ ժառանգությունը, զարգացնել այդ ժառանգությունը եւ հետո փոխանցել քեզանից հետո եկողին, այլ ոչ թե մխսել այդ ժառանգությունը։ Իսկ այդ հոգեվոր արժեքները դրանք ժառանգություն են մեզ, դարերից եկած, դարերի հոլովույթում սրբագրված եւ իրենց մաքրամաքուր վիճակին հասած։ Եվ ել եմ կրկնում, դրանք երբեք չեն հնացել, որովհետև այդ ամեն ինչը ձևավորվել է երկու միջավայրում՝ ընտանեկան կյանքից ներս եւ հասարակական կյանքից ներս։ Եվ մեր ժողովուրդը իրեն հատուկ իմաստությամբ, սուրբ գրային իմաստություններից ելնելով կարողացել է այդ ամեն ինչը պահել, պահպանել եւ փոխանցել մեզ։ Եվ մենք էլ կարող ենք հիմա ժառանգի հանգամանքով ենք կրող այդ ամեն ինչը եւ նաեւ պիտի փոխանցողը լինենք մեր երեխաներին, մեր սերունդներին։ Եվ թույլ չտանք, որպեսզի մեր երեխաները մեծանան այն օտարամուտ բարքերով, որը ամեն քայլափոխին այսօր հրամցվում է մեզ։ Զոր օրինակ ընտանիքը միայն այն վայրը չէ, որտեղ որ մենք գնանք քնենք, առավոտյան գնանք ամեն մեկս մեր բան ու գործին։ Ընտանիքը այն վայրն է, որտեղ որ ամեն մի ընտանիքի յուրաքանչյուր անդամ առավոտ կանուխ Աստծո հրաշքի ականատեսն է լինում։ Մենք արթնանում ենք։ Եվ այդ արթնանալը մեզ տրված օրը Աստծո սիրո արտահայտություն է, մեզ որպես անհատներ եւ մեր ընտանիքի անդամներին։ Եվ ոչ թե մենք այդ սերը պիտի մխսողը լինենք, այլ ինչպես որ մեր նախնիներն էին անում, մեր տատիկները, երբ որ արթնանում էին, դուրս էին գալիս, արևելք էին նայում եւ փառք էին տալիս Աստծուն այդ սիրո արտահայտության համար։ Եվ մենք պիտի այդ սերը սերմանենք մեր երեխաների մեջ, որ իրենք էլ այդպես ապրեն։ Շնորհակալ լինելով ամեն մի օրվա համար։ Եվ ընտանիքում հացի սեղանը պարզապես որովայնը լցնելու մի տեղ չէ։
այդ հացի սեղանը այնտեղն է, որտեղ մենք պիտի հավաքվենք Աստծո պարգևած այդ կերակուրը սիրով ճաշակելու եւ միասնական Աստծուն փառք տալու համար այդ մարմնավոր սնունդի համար։ Եվ ընտանիքը այնտեղը չէ, որտեղ ամուսինը, կինը, երեխան կամ երեխաները ամեն մեկը իր գadget-ը վերցրած տանանկյունում նստի եւ ապրի վիրտուալ կյանքում։ Ընտանիքը այնտեղն է, որտեղ մենք բոլորս ամեն մի պահ պիտի այդ սերը կիսենք, այդ հոգևոր արժեքները կիսենք, խոսքի ճանապարհով, ֆիզիկական շփման ճանապարհով եւ ոչ թե վիրտուալ ճանապարհով։ Շատ գեղեցիկ վերջաբան ունեցանք, Տեր, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում զրուցում էինք սերունդների միջև հոգևոր կապի մասին։